Կինգալյան, աշխատանքից ազատման դեպքերը բավականին շատ են և մասսայական են։ Իմ հարցի էությունը նաև նա էր, որ որպես արտադրության նախարար արդյոք անհրաժեշտություն չեք գտնում, որ գործադիր իշխանությունը ոչ միայն պետք է զերծ մնա առանձին նաև անձինք մարմիններ նման վարքագիծ դրսևորելուց, այլ նաև շատ նախ շնորհակալ եմ, որ ասեցիք պիտի բարձրաձայնվի, դուք ինքներդ պարբերաբար բարձրաձայնեք նաև սրա մասին, որ չի կարելի քաղաքական հայացքներով պայմանավորված մարդկանց ազատել աշխատանքից, չի կարելի ընդդիմադիրներին բարևելու համար մարդկանց ազատել աշխատանքից, չի կարելի ընդդիմադիր պատգամավոր լինելու հիմքով և վարած մեքենայի հիմքով, որը գրանցված է իր որդու անունով, այդ մարդուն ազատել աշխատանքից։ Այսպիսի բազմաթիվ դեպքեր կան։ Ես ասացիս նաև իմաստը ոչ միայն հրապարակելն է, բարձրաձայնելն է, նաև իրավունքով սահմանափակված լինելու իշխանության, հանրային իշխանության սահմանադրական պարտավորության առարկայական դարձնելն է։ Անշուշտ ասում ենք, որ դիմեք դատարան եւ այլ, բայց նաև վարչական մարմինները պարտավոր են այս իրավունքով սահմանափակված լինելու սահմանադրական սկզբունքը առարկայական գործադրեն։ Պատերազմով սպառնալը, տեսեք, ժողովրդավարական ընտրությունները կարող են իշխանության բերել ցանկացած անձի, այդպես է, թե այդպես չէ, բայց եթե իշխանությունը ասում է, այ դուք եթե ժողովուրդ չընտրեք մեզ, պատերազմ է լինելու, սա ինքնիշխանության նկատմամբ ուղղված ոտնձգություն է, թե ոչ, սա սպառնալիք է, թե ոչ, սա հիբրիդային պատերազմի գործողություն է, թե ոչ, և ի վերջո, գործադիր իշխանության ղեկավարը, ի տարբերություն անգամ ընդդիմադիր ամենաազդեցիկ քաղաքական ուժի ներկայացուցչի, ունի կոնկրետ լծակ, և եթե դրանց հետո էլ շարունակում է, ասում է 7 տարվա վարչապետ եմ, ես գիտեմ ինչ եմ ասում, սա ինչ է նշանակում, որ եթե ՔՊ-ն չլինի իշխանության, ապա պատերազմ է լինելու, սա սպառնալիք չէ, սա բռնության կոչ չէ, սա ինքնիշխանության դեմ ուղղված հանցագործություն չէ։ Ես ինչ եմ նաև մի քիչ բանով խոսում, որովհետև ընտրական շրջանում հասկանում եք, կարող են քաղաքական հայտարարություններ լինել, բայց սա քաղաքական հայտարարություն չէ այլևս, ինչպես որ քաղաքական հայտարարություն չի անձին հոգեկան տառապանք պատճառելը, երբ որ ասում է դուք փախածներդ փախակ Ղարաբաղից, ինձ էլ մեղադրում եք եւ այլ։ Սրանք բոլորը արտահայտություններ են, որոնք ունեն քրեական օրենսգրքում կոնկրետ հոդվածներ եւ անուններ։ Իմ ասացի նաեւ նպատակը նա է, որ այս բարձրաձայնումներով զսպենք եւ ժողովրդին, հասարակությանը փոխանցենք ոչ թե վախի միջավայր, վախի հնարավոր դրսևորում, այլ նպաստենք, որ ժողովրդավարական ընտրություն տեղի ունենա։ Մյուս հարցը կալանավորվածների եւ դատապարտյալների մասով ես հասկանում եմ, որ դժվար է վիճակագրական տեսակետից ամբողջացնել, ամփոփել, բայց տեսեք, եթե տենց ենք դիտարկում, այդ դեպքում խնդրեմ, որպեսզի մի հատ վիճակագրություն հանեք, միջին կալանավորվածների թիվը եւ միջին օրական անազատության մեջ գտնվելու տվյալները։ Ընդ որում, այս դեպքում կարող ենք նաև միացնել նաև տնային կալանքն էլ անազատության մեջ գտնվելու բանով պայմանավորված։ Ես խնդրեմ, եթե հնարավոր, ինչպես որպեսզի կարողանանք ճիշտ համադրում կատարել, ասենք օրինակ, եթե քրեական հետապնդում է իրականացվել 6000 մարդու նկատմամբ,
որից 4000-ի նկատմամբ կիրառվել է թեկուզ կարճաժամկետ, 1 ամսով, 2 ամսով կամ 6 ամսով տնային կալանք, մենք կկարողանանք 1 ամս անազատության մեջ նախաքննության շրջանում տվյալը համադրել, ունենալ, հասկանալու համար արտադրության համակարգում քրեական վարույթի շրջանակներում արդյունավետության չափանիշը։ Մյուսը, տեսեք, դուք նշում եք, որ քանի որ կառավարության քաղաքականությունն է եղել ապօրինի գույքի մասով եւ ակտիվների հետ բերելու մասով, դուք ստեղ կարող եք ներկայացնել ձեր իրականացրած գործողությունների օրենսդրական նախաձեռնությունների կարգով կամ ինստիտուցիոնալ մարմիններին աջակցելու մասով, բայց վերցնել այդ մարմինների աշխատանքի արդյունքները ներկայացնել կառավարության զեկույցի մեջ, հաստատումն են բանի, որ այդ մարմինները գտնվում են կառավարության ազդեցության տակ։ Հակառակ դեպքում թողեք իրենք զեկույցներն ունեն կներկայացնեն։ Քննչական մարմինն էլ ունի, հակակոռուպցիոն կոմիտեն էլ ունի, գլխավոր դատախազությունն էլ ունի եւ այլն։ Անձնական տվյալների պաշտպանության մասով շատ լավ է, որ նշեցիք երկու կարևոր միջոցառում այս առումով, բայց տեսեք, որ ասում են մինչև անձրևը գա, չգիտեմ ում աչքերը դուրս կգա, դες մի ժողովրդական խոսք կա, բայց մինչև այդ անձնական պաշտպանության ոլորտում խայտառակ բաներ է կատարում, Տիկին Գալյան։ Դուք որպես արտադրության նախարար խնդրում եմ, որպեսզի ձեր համակարգում գործող գործակալությանը մի քիչ ավելի ուժ տաք, հայտնի բառով դուխ տաք, որպեսզի կարողանա այդ բանը պաշտպանի կոնվենցիոնալ իրավունքը, սահմանադրական իրավունքը, օրենսդրությամբ ամրագրված իրավունքը։ Եվ լավ էր չեմ անդրադառնա այն մեկին։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ Տիկին Գալյան։ Շնորհակալություն, պարոն Մինասյան։ Այն թե ով կլինի իշխանության, որոշում եւ որոշելու է ժողովուրդը եւ Փառք Աստծո այլևս որոշելու է ազատ ու արդար ընտրությունների հիման վրա։ Ու դա այդպես է, որովհետեւ դա այլևս փաստագրված է։ Մենք ունենք ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու լավ փորձը եւ գնալու ենք նույն ճանապարհով, չշեղվելով ժողովրդավարական այն սկզբունքներից, որոնք այլևս որդեգրված են եւ անշեղելի։ Հիմա արդյունքում ինչ կլինի կորոշի ժողովուրդը ազատ ու արդար ընտրությունների միջոցով։ Դուք ասում եք վարչապետն ասել է, որ մեզ չընտրեք պատերազմ կլինի։ Չէ, ինչի նույն ձևաչափով չենք խոսում, թե ինչ է ասում, օրինակ ընդդիմությունը։ Ինչ բառապաշարով է խոսում ընդդիմությունը։ Ես չեմ մեջբերի խոսքեր, ես կասեմ, որ վարչապետն ասել է հետևյալը, որ Քոչարյանի, Կարապետյանի եւ Ծառուկյանի ղեկավարած ուժերը որդեգրել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերանայելու քաղաքականություն, սա նշանակում է, որ նրանք գնում են պատերազմի դուռը բացելու ճանապարհով, եւ սա քաղաքական գնահատական է։ Ես կրկնում եմ, ես չեմ ուզում հիմա ասել ու չեմ էլ հիշի, թե ինչ բառամթերքով եւ ինչ խոսույթով են հանդես գալիս ընդդիմադիր քաղաքական ուժերը, բայց դուք օրինակ ինձ ասեցիք, որ ավելի ուշադիր լինենք, ավելի շատ հրապարակենք, թե ինչեր չի կարելի խախտել, ինչպիսի իրավունքներ։ Ես էլ ձեզ առաջարկում եմ, եկեք մենք համատեղ հանդես գանք, օրինակ շարք սկսենք ես եւ դուք ու մեր քաղաքացիներին եւ քաղաքական ուժերին ասենք, թե ինչ չի կարելի անել։ Այո, օրինակ չի կարելի խախտել իրավահավասարության սկզբունքը, ատելության խոսք չի կարելի, խտրականությունը մեր երկրում արգելված է։ Օրինակ դուք ասեք, որ քաղաքացիներին չի կարելի աշխատանքից ազատել պայմանավորված օրինակ քաղաքական հայացքներով, ես էլ ասեմ պաշտոնատար անձանց չի կարելի թիրախավորել պաշտոնատար անձ լինելու հանգամանքով պայմանավորված եւ ատելության խոսքը չպետք է տեղ ունենա մեր երկրում։
Լիովին, այո, չէ, բոլորին պատրաստ եմ միանալ, բոլոր այն նախաձեռնություններին ինքս էլ պատրաստ եմ նախաձեռնել, որոնք միտված են եւ մեր քաղաքացիների իրավագիտակցության բարձրացմանը եւ նաեւ քաղաքական դաշտում գործունեություն ծավալող մարդկանց հիշեցնելուն, թե ինչ կարող են անել եւ ինչ չեն կարող անել։ Հաջորդ ձեր արձագանքը կապված դատապարտյալների կամ կալանավորների քանակի հետ ես խոստանում եմ տրամադրել վիճակագրական տվյալներ բոլոր խափամամիջոցների վերաբերյալ եւ դուք կտեսնեք, որ ազատություն զրկելու հետ չկապված խափամամիջոցները ծավալային քանակով ավելին են, քան կապված միջոցները ազատություն զրկելու հետ ու շատ լավ ձեր ասած վարժություններ կանենք, ուղղակի ուզում եմ շեշտադրել մի հանգամանք, որ մեր քաղաքականությունը շարժվում է այն ուղղությամբ, որ մենք հնարավորինս պետք է կրճատենք անազատության հետ կապված խափամամիջոցները, զարգացնելով այլընտրանքային խափամամիջոցները եւ վիճակագրական տվյալները գոնե թե այս պահի դրությամբ հենց դրա մասին են վկայում։ Եվ զուգահեռ պետք է արագացնենք դատական process-ները, ես խոսեցի արդեն ողջամիտ ժամկետների սահմանման պահանջների մասին, որպեսզի երկար չտևի այն անձանց կալանքի մեջ գտնվելը, որոնք միջդատական վարույթի ընթացքում գտնվում են անազատության մեջ։ Եվ մենք այդ բոլոր խնդիրները իրականում գույքագրել ենք։ Ու բոլոր նախաձեռնությունները վստահաբար միտված են դրան։ Անձնական տվյալների պաշտպանության հետ կապված ուժեղացրել ենք, դուխ ենք տվել, ավելին կադրային փոփոխություններ են նախատեսվում եւ մինչեւ նոր մարմնի ստեղծումը կարծում եմ, որ այս ոլորտում դրական իմաստով շարժ կտեսնենք, այսինքն ինստիտուտի գործելու տեսանկյունից շատ ավելի լավ պետք է սկսի ինստիտուտը գործել։ Այսքանը թերևս ուզում եմ այդ միտքը նորից կրկնել, թե ով կլինի իշխանության, կորոշի ժողովուրդը ազատ ու արդար ընտրությունների միջոցով։